Սիրելի հայրենակիցներ, քարոզարշավը կարծես պետք է ընթանար իր բնական հունով և նոր ընտրական օրենսգրքից խոսալով, նոր քաղաքական մշակույթից խոսալով, այնուամենայնիվ նոր քաղաքական որակներ մենք կարողանում ենք տեսնել, որ չի արձանագրվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները և առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը մենք կարողանում ենք Հայաստանի Հանրապետությունում ներկայացնել մեր ծրագրերը և մեր մոտեցումները։ Մենք շատ լավ տեսնում և գիտակցում ենք այն 15 կետերը, որոնք իր մեջ ամփոփում են հիմնական, կարևորագույն սոցիալական և տնտեսական վիճակը, մատնանշելով խնդիրները և շատ կոնկրետ ճանապարհը ցույց տալով, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով հանդերձ։ Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խնդիրներ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անկում է ապրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենատարբեր ոլորտների բնագավառների հետ կապված օբյեկտիվորեն ներկայացնում է իր դժգոհությունը, աշխատատեղերի բացակայությունը, արդարության պակասը։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տարբեր բացեր և մի շարք խնդիրներ։ Բոլոր ոլորտների և բոլոր խնդիրների հետ կապված Ծառուկյան դաշինքը ունի հստակ իր մոտեցումը։ Մենք օրեցօր տեսնում և հասկանում ենք մեր ժողովուրդը և հասարակությունը, ծանոթանում է մեր ծրագրային դրույթների հետ և իրենց վստահության քվեն ես ավելին քան վստահ եմ։ Իրենք տալու են առավելություն ունեցող Ծառուկյան դաշինքին, որովհետև գիտակցում են, որ հենց մեր քաղաքական թիմն է ի զորու այն մեծամասշտաբ փոփոխությունները իրագործել և իրականացնել, որոնք որ տարիներ շարունակ ամրացել են Հայաստանի Հանրապետությունում։ Շատ լավ տեսնելով այն միջազգային կազմակերպությունների կողմից բարձրաձայնված բարձր վարկանիշը, անձամբ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան դաշինքի փորձում են ամենատարբեր ձևերով մեկնաբանել և Ծառուկյան դաշինքը զբաղեցնող տարածքային ցուցակներում ներգրաված մեր падգամավորության թեկնածուներին ներքաշել ամենատարաբնույթ անցանկալի գործընթացներում։ Սա ցույց է տալիս, որ իշխանության կողմից ներկայացված որոշ падգամավորության թեկնածուներ առավել քան իրենց մեջ համոզվել են, որ այն քաղաքականությունը, որ իրենք են վարել, անարդյունավետ է եղել։ Մենք հաղթելու ենք, մենք գնում ենք մեծ փոփոխությունների, մեծ հաջողությունների։ Եկել է փոփոխությունների և կառուցելու ժամանակահատվածը։ Մեր երկրի քաղաքացուն մնում է հավատալ, վստահել և պահանջել։ Ծառուկյան դաշինքի հաջողությունն ու հաղթանակը մեր ժողովրդի հաջողությունն ու հաղթանակն է։